Դեկտեմբերը տարվա վերջին ամիսն է, երբ կարող եք ավարտել անավարտ գործերը եւ սկսել պլանավորել ձեր ապագա բյուջեն։ Ում ֆինանսական վիճակը կշահի դեկտեմբերին։ Դեկտեմբերը 2025 թվականի լավագույն ամիսներից մեկը կլինի փող աշխատելու համար։ Սա պայմանավորված է ձմեռային արևադարձի եւ մետեորային անձրևի գագաթնակետի համադրությամբ։ Այս ամիս մոլորակներ այլևս խոչընդոտներ չեն առաջացնի, տիեզերական փորձություններ չեն սպասվում։ Լուսինը նաև դրականորեն է տրամադրված գրեթե բոլոր կենդանակերպի նշանների նկատմամբ, ինչը նշանակում է, որ բոլորը ռիսկի են դիմում հարստանալու։ Աստղաբան Անդրեյ Հարիսը մանրամասներ է ներկայացրել նշանների ֆինանսական վիճակի մասին դեկտեմբերին։ Խոյերը կկանգնեն ներքին ընտրության առաջ։ Այս նշանի մոլորակային քառակուսին կստիպի նրանց քննել իրենց խիղճը եւ հարցնել իրենց, ինչ են նրանք պատրաստ անել փող աշխատելու համար։ Շատ մեծ գումար հանկարծ կհայտնվի հասանելիության սահմաններում եւ բոլոր հարցերը կուղղվեն կրակե նշանի ներկայացուցիչների հոգիներին։ Խուսափեք մութ կողմը ընդունելուց, այն թաքնված է վտանգով եւ թակարդով։ Եթե խոյերը գործեն իրենց խղճի համաձայն եւ մնան լուսավոր կողմում, պարգևը չի ուշանա, տիեզերքը նրանց կրկնակի կվճարի։ Ցուլերի կյանքում դժվարին շրջան է մոտենում։ Երկրի նշանի տակ ծնվածների համար ֆինանսական ռեսուրսները գրեթե ամբողջությամբ կարգելափակվեն ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Սա խնայողությունների եւ ռեսուրսների իմաստուն կառավարման ժամանակ է։ Առայժմ ոչ մի նոր բան չի սպասվում, ուստի կարևոր է պահպանել կայունությունը եւ խուսափել ավելորդ ծախսերից։ Միակ հենարանը անկումի աստղի էներգիան է։ Սա կարող է փոքր ֆինանսական առաջընթաց բերել դեկտեմբերի 5-ից 12 ընկած ժամանակահատվածում։ Մնացած ժամանակ ավելի լավ է զգույշ լինել եւ կենտրոնանալ արդեն իսկ ունեցածը պահպանելու վրա։ Երկվորյակները այս դեկտեմբերին կլինեն առաջնորդներ։ Մետեորային անձրևի գագաթնակետը կընկնի նրանց կենդանակերպի նշանի մոտ, ինչը նշանակում է, որ նրանք կարող են օգտագործել փողի հզոր տիեզերական էներգիան։ Աստղերը երկվորյակներին խորհուրդ են տալիս լինել համարձակ, հետևել իրենց ազդակներին եւ անել այն, ինչ իրենց սրտերն են ասում, եւ հաղորդակցել իրենց գաղափարները, քանի որ նրանք են, ովքեր ունակ են ստեղծել խոշոր ստարտափ կամ առաջնորդել ուրիշներին։ Տիեզերքը կարծես գոռում է օդային տարերքին ներկայացուցիչներին. Մի վախեցեք փոխել ձեր գործունեության ոլորտը, գործեք վճռականորեն, եւ տիեզերքը կաջակցի նրանց ցանկացած ոչ ավանդական քայլի։ Խեցգետնի կենքում ամեն ինչ զգալիորեն ավելի լավ կլինի, քան նախկինում։ Նրանք կզարգացնեն բարձրացված ֆինանսական զգացողություն, ինչպես նաև հոգեկան ունակություններ, որոնք կպատմեն նրանց, թե որտեղ է նրանց փողը եւ ինչպես այն վաստակել։ Այս ջրային նշանի տակ ծնվածները պետք է ուշադրություն դարձնեն տիեզերական նշաններին եւ իրենց ներքին զգացմունքներին, այնտեղ են թաքնված պատասխանները։ Մյուս կողմից կոշտ ռացիոնալ մտածողությունը կարող է խոչընդոտել դրամական հոսքը, ուստի խուսափեք ամեն ինչ հաշվարկելու փորձերից։ Առյուծ, իսկապես լավ ժամանակ է մոտենում։ Խոշոր գնումներ եւ վաղեմի ցանկությունների իրականացում են սպասում այս կրակե նշանի ներկայացուցիչներին։ Այն ամենը, ինչ նրանք դեռ չեն գիտակցել, կսկսի իրականանալ այս դեկտեմբերին։ Խորը շունչ քաշեք եւ ընդունեք ձեր շրջապատող աշխարհը, քանի որ տիեզերքը նույն կերպ կպատասխանի։ Տիեզերքը խորհուրդ է տալիս առյուծներին հիշել, որ մարող աստղը եւ արևադարձը նպաստում են համարձակներին։ Նրանք արդեն կուտակել են դրական կարմա, ինչը նշանակում է, որ ճակատագիրը նվերներ է պատրաստել նրանց համար։ Փողը հեշտությամբ կգա, գրեթե առանց ջանքերի։ Լուսինը կույսերին ընտրել է որպես իր սիրելիներին։ Դեկտեմբերին նրա դիրքը լիովին համընկնում է այս տարվա մարտի հետ։ Այս երկրային նշանի ներկայացուցիչները պետք է հիշեն այն ֆինանսական իրավիճակները, որոնք նրանք ապրել են այդ ժամանակ։ Նրանք հավանաբար կկրկնեն իրենց։ Սա հիանալի հնարավորություն է հին դասը սովորելու եւ արդյունքը փոխելու համար։ Աստղերը խորհուրդ են տալիս. դուրս եկեք ձեր հարմարավետության գոտուց, լսեք լուսնի էներգիան եւ աշխատեք ինքներդ ձեզ եւ ձեր կարմայի դրա։ Պարգևատրումները կլինեն նշանակալի։ Կշերքների համար բացվում են նոր հեռանկարներ, հիմնականում կապերի եւ շփման միջոցով։ Նրանց խնդիրն է լինել ակտիվ, շփվել եւ խուսափել մեկ վայրում փակված լինելուց։ Հենց մարդիկ են, որ այս օդային նշաններին կուղեկցեն դեպի փող։ Գործելու ժամանակը հատկապես դեկտեմբերի 19-ից 22-ն է, երբ արևադարձի էներգիան հզոր հթան կհաղորդի նպատակների հասնելու համար։ Դեկտեմբերը կարող է կարիճների համար հարաբերական հանգստության շրջան բերել։ Մոլորակները, որոնք նրանց նվերներ են տվել, տեղափոխվում են աղեղմավորի մեջ, այս ջրային նշանի ներկայացուցիչների համար թողնելով միայն իրենց տիեզերական պոչերը։
Եթե կարիճները մաքուր սրտով են եւ անվախ ամեն ինչ հարթ կընթանա, բայց եթե նրանք երբևէ զիջումների են գնացել իրենց խղճի համար, փողի համար, հիմա ժամանակն է շտկել իրենց կարման, մինչև դեկտեմբերի 15-ը։ Հակառակ դեպքում հաջորդ 3 ամիսները կարող են դժվար լինել։ Աղեղնավոր։ Աղեղնավորները մտնում են հզոր փոխակերպման ամիս։ Ամեն ինչ, ինչին նրանք ձգտում են, կսկսի նյութականանալ տիեզերական արագությամբ, հատկապես դեկտեմբերի 7-ից 19-ը։ Աստղերը խորհուրդ են տալիս այս կրակե նշանի ներկայացուցիչներին մնալ շարժունակ եւ պատրաստվել փոփոխություններին, տեղափոխություններին եւ նոր հնարավորություններին։ Եթե նրանք հայտնվեն շարժման մեջ եւ բռնեն իրադարձությունների ալիքը, տիեզերքը աղեղնավորներին կտանի եկամտի նոր մակարդակի։ Այծեղջյուր։ Այծեղջյուրները կարող են ակնկալել ուժեղ ֆինանսական խթան։ Դեկտեմբերին աստղերի դասավորությունը նրանց նշանի մոտ խոստանում է առաջխաղացում եւ եկամտի զգալի աճ։ Հետևաբար այս երկրային նշանի ներկայացուցիչները կարող են վստահորեն ներդրումներ կատարել, բիզնես սկսել կամ նոր նախագիծ սկսել։ Այս ամենը կբերի գումար։ Սակայն կա մի կարևոր նախազգուշացում՝ խուսափեք գումար վարկ տալուց կամ ձեր էներգիան կիսելուց։ Հիմա ժամանակն է վերականգնել հավասարակշռությունը եւ ամրապնդել ձեր սեփական ռեսուրսները։ Ջրհոս։ Ջրհոսների համար բացվում են կարիերայի հեռանկարներ։ Հնարավոր է բարձր պաշտոնի, նոր պաշտոնի կամ ավելի բարձր սոցիալական շրջանակի մեջ մտնել։ Աստղերը խորհուրդ են տալիս այս օդային նշանի տակ ծնվածներին չվախենալ պատասխանատվություն ստանձնելուց, սա կհանգեցնի փողի։ Եվ ձմեռային արևադարձի օրը, կեսօրից մինչև 14:00, ջրհոսները պետք է պատկերացնեն իրենց իդեալական կյանքի սցենարը, սա կօգնի նրանց ուղղորդել իրենց դրամական էներգիան ճիշտ ուղղությամբ։ Ձկներ։ Դեկտեմբերին ձկների համար կակտիվանան կործանարար էներգիաներ։ Կարդինալ աստղերը կխախտեն հին օրինաչափությունները, բայց սա վախենալու պատճառ չէ։ Ոմանք կարող են կորուստներ ունենալ, իսկ մյուսները հզոր ձեռքբերումներ։ Այս ջրային նշանի տակ ծնվածները պետք է սա փիլիսոփայորեն ընդունեն։ Տիեզերքն իր սեփական խաղն է խաղում նրանց հետ։ Աստղերը խորհուրդ են տալիս ձկներին, թող հոսանքը ձեզ տանի, դա անպայման կհանգեցնի ինչ-որ նորի եւ հետաքրքիր բանի։